Բարի օր, իմ սիրելի հայրենակիցներ, իմ պետությանը ծախված քույր եղբայրներ։ Դե եթե իմ ընկերներն եք, դուք էլ պետք է այդ պիտակը վերցնեք ձեր վրա, էլի, որ ասում են ծախված Արցախցին պետության, պետականության կողմնակից է, իմ համար կոմպլիմենտ է, ձեր համար էլ պետքա որ կոմպլիմենտ լինի պետության ծախված լինելը, պետությանը ծախված լինելը։ Ուրեմն 5-6 հատ կոմենտարիա եմ ես առանձնացրել, երեկվա իմ տեսանյութի տակ թողել են մարդիկ, նայեք, մի քանից ասեմ եթերի սկզբից, իմ համար հայհոյան գրող, անհարգալից խոսք գրող մարդիկ գրողի ծոցն են գնում, թե Facebook-ից, թե իմ կյանքից, ես չեմ կարող մարդ ձեր գրածից, այդ վատ գրածից, նեղվել, չգիտեմ, մտածել, ես ինքս ինձ վառեմ, մարեմ, չգիտեմ, իմ համար դուք արդեն ոչնչություն եք շուտվանից, որովհետև ես շուտվանից բացահայտել եմ, որ դուք ոչ մի բան եք, իսկ իմ հետևորդների մեծամասնությունը, որ հետները շփում ունեմ, կամ ընդհանրապես շփում, եթե ինձ հետևորդ են, հետևում են ինձ շուտվանից, գիտեն եւ իմ գնահատականները դրական եւ բացասական, այդ մարդկանց համար եմ ես իմ գործունեությունը շարունակում մինչև հիմա ոչ թե ձեր համար, դուք ոչնչություն եք, այ հայհոյան գրող ոչ մի բաներ։ Ուրեմն այս տեսանյութին է խոսքս վերաբերվում, ես նախորդ ասեմ ճարտարից ով կա, ճարտարեցի Արտուր, թե ոնց, Վահրամի աղբերն է։ Էսա ազգանո Ղահարամանյան Արտուր ոնց որ չէ, Վահրամի ազգանն էլ է Ղահարամանյան, հավանաբար իր աղբերն է, Հասմիկի աղբերն է, բուժքույր, բոլորը ճանաչում եք ճարտարցիները, իմ երեխաներն են իր մոտ եղել, ես իր քաղաքական հայացքները եւ ընդհանրապես մի կողմ եմ դնում, չեմ կարա ես իր քաղաքական հայացքների համար մի վատ բան ասեմ, այդ իրավունք ընդհանրապես չունեմ, ոչ Արտուրի, ոչ իր քրոջ, ոչ իր եղբոր Արտուրն էլ փոխադարձ, իմիջիալուց Արտուրը տարբերվում է մնացած այդ Ղարաբաղցիներից, ովքեր որ իրանց միտքը վիրավորանքով են գրում, հայոյանքով են գրում։ Արտուր, ես քեզ հրապարակային հրավիրում եմ, եթե պաշտոնդ պազվալյատ անում, բայց եթե քո պաշտոնը պազվալյատ չանի, մտածես ասես, չգիտեմ ինչ պաշտոն ես եղել, պրոկուրոր թե ինչ, նախ մի պաշտոն ունեցել ես Ղարաբաղ։ Եթե մտածես ասես Գևորգը պաշտոն չի ունեցել, Գևորգի հետ եթեր անելը այդքան էլ հարիր չի քեզ, Արտուր ջան, մնա քո կարծիքին, այդ կարծիքը չի կիսում լիքը մարդիկ, ովքեր որ թե բարձր պաշտոնյաներ են ներկայից, թե նախկինը բարձր պաշտոնյան եղել, թե մշակույթի, թե արվեստի, թե գիտության, տարբեր ոլորտների մարդիկ կան իմ հետևորդների մեջ, որ իրանց համար ինչքան է եղել դեպքեր, որ հանդիպել ենք, ասել են Գևորգ, շատ ուրախ ենք, որ քեզ տեսանք իրական սենս ողջունում են, լավ մեկնաբանություններ են թողնում, անձնական են գրում, լավ բաներ են գրում, այնպես որ թող էդի ճարտարի ժողովրդի կամ ընդհանրապես քեզ ճանաչող մարդկանց մոտ կարող է ասնավանի լինի, ասին Արտուրը մերժել է Գևորգի հրավերը, Գևորգը քեզ հրավիրում է քո հետաքրքրող յուրաքանչյուր թեման կամ իմ արտահայտված յուրաքանչյուր թեմայի շուրջ բանավի չենք։ Համոզված եմ կստացվի մեր մեջ զրույցը, որովհետև դուք քաղաքավարի անձնավորություն եք, բայց այն որ միշտ գալիս մեկնաբանություն եք գրում, ձեր մեկնաբանությունները տարօրինակ եւ տրամաբանության մեջ չտեղավորվող բաներ են, ես դրա շուրջ եմ ուզում խոսանք, ուզում եմ մենք գանք ռեալ դաշտ, ոչ թե հեքիաթներով ապրենք, կընթերցենք ժողովուրդ, ուզում եմ հիշեցնեմ ինչ թեմայի մասին ես եթերը բացել, այս տեսանյութի 3 օր գցել եմ, հանձնեց Պուտինը, հանձնեց Մակրոնը, հանձնեց սա գերտերությունները, դա հանձնին բացի Նիկոլից ոբշեմ։ Նիկոլը եթե Ղարաբաղ հանձնողներ, այսինքն իր ձեռը։ Ուրեմն տեսեք, բարձա ձեզ թեման ինչի մասին է, չեմ ուզում 5 րոպե միացնեմ, լսեք, ում հետաքրքիր է, թող հետ գնա երեկվա տեսանյութս, թող նայ։ Խոսքը վերաբերվում էր մի քաղաքացի ինձ հարց է տալիս, թե ով հանձնեց Ղարաբաղը։ Ես մեկնաբանում եմ, ստե ինչպես եղավ, որ Մակրոնը հանձնեց, Թրամփը հանձնեց, Պուտինը հանձնեց, իմ խոսքը նրա մասին է, որ աշխարհի երեսին, երկիր մոլորակի վրա, ոչ մի փոքր պետություն չի կարող որոշի հարձակվի մեկ այլ պետության վրա։ Սա կատարվում է գերտերությունների ծրագրերով։ Կարող է լինի օրինակ գերտերության մի մասը համաձայն չլինի, օրինակ Ամերիկան համաձայն չլիներ սենց
եղանակով Հայաստանը հարձակվեր Ադրբեջանի վրա կամ Ադրբեջանը հարձակվեր Հայաստանի վրա, կարող է Ռուսաստանն է դրա կողմնակից, իսկ Ռուսաստանի ազդեցության գոտումը այդ ծրագիրը իրագործվում է։ Ու ժողովրդի մոտ ստացվում է այսպես, որ Ռոբերտ Քոչարյանը հզոր տղա դրա հարձակվեց Ադրբեջանի վրա, բան ասես հաղթեց, բան շատերը չեն խորանում, որ Ռոբերտ Քոչարյանը, Նիկոլ Փաշինյանը եւ այլ փոքր պետությունների ղեկավարները իրանք չեն կարող գեոպոլիտիկի հարցերում որոշող լինեն։ Ուրեմն ընկերներ ջան, նախ առաջինը Արցախը ով հանձնեց, ես ճիշտ եմ մեկնաբանը, որ հանձնեցին միջազգային հանրությունը, հանձնեց Ֆրանսիա, Ամերիկա, բայց պարտության մեջ, պատերազմի պարտության մեջ, մեղավորը ես չեմ ասում, Մակրոնն է, Տրամփն է, հասկանում եք տարբեր դրանք դետալներ են։ Յուրաքանչյուր հարց պետք է խորությամբ ուսումնասիրել, եթե դա վերաբերում է քո պետությանը, քո ազգին, չի կարելի թռուցիկ մի բան ասել, ասես դրոշ վերցնել, դե գիտեք Նիկոլո Դավաճանը, Ռոբերտ Քոչարյանն էլ հերոս, ասես այդ հերոսը, որ խորանում է, ասես փորփրում ես, բացահայտում ես, որ կարող է ինչ որ հերոս քո պատկերացրած, որևէ գերտերության ագենտ է, շպիոն է, մի խոսցրեք ինձ, մի արեք նենց, որ ես սկսեմ արդեն մտնեմ անձնական դաշտ 88 թվի շարժումը, որը սկսվել է, դա պետք է բացահայտվի, թե որտեղից է այդ ծրագիրը մշակվել, որտեղ է մշակվել։ Երեք ես էսա կանդրադառնամ իրաց մեկնաբանություններին։ Երեք ես երրորդ մասով քայլում էի, այդ հայրենի կինոթատրոնից մի քիչ ներքև, հանդիպես մի մարդ, մշակույթի մարդ է գրող, եթե լսում եք ինձ, պարոն Վարազդատ, ողջուններս, ով որ ներկայացրեց, որ Չարենցի հետ էլ է շփվել, Շիրազի հետ էլ է մոտիկ եղել, եւ էլի հայտնի քաղաքական գործիչների Վանո Սիրադեղյանի հետ եւ էլի բաներ պատմեց, շատ հետաքրքիր զրուցակից էր, շատ խելացի, հետաքրքիր մարդ, ես էլ բացահայտում եւ ապացույց նրան, որ իմ հետեւորդների մեջ միշտ ինտելեկտով մարդիկ են ելնում, ձեր նման այդ որ գալիս եք ամբախ զամբախ քֆուր մֆուր տալիս գնում, ձեզ գրողի ծոստ եմ ուղարկում, որտեւ դուք չկաք իմ կյանքում։ Ինչ խոսացինք Հովհաննես Շիրազի բանաստեղծությանը Մասիս Հելնեմ Մասիսին թքեմ հայի ճակատին ով որ ուրանա Մասիսը թե ինչ Հովհաննես Շիրազը գիտեք հայրենասեր մարդ ա եղել երեխաների անունը սաղ դրել է Արաքս Մասիս Արարատ կար թե չկար չգիտե վերջը Սիփան այսինքն հայկական լեռնաշխարի սարերի գետերի ձորերի անուններն ա դրել ու ասել է երեխեքը սաղ պետք է մեծանան հետ բերեն այդ ամեն ինչը ես գիտեք կարող դուք հիմա վատ ընդունեք իմ խոսքը բայց ես քննադատության մոտիկացա Հովհաննես Շիրազի այդ բանաստեղծությանը գիտեք ինչի ասում եմ հարգելի Վարազդատ ձեր ընկեր Հովհաննես Շիրազը մեր սիրելի մեր պաշտելի բանաստեղծը երբ որ այդ բանաստեղծությունը գրում էր Հելնեմ Մասիսին թքեմ հայի ճակատին ով որ ուրանա թե ինչ չէ բառերը չեմ կարող հիշեմ ասինքն դե պետքա վերջակետ դներ ասել որ սա հայրենասիրական բանաստեղծություն է սա հոգու խորքից դուրս եկած խոսքեր է բայց սա ավարտվում է այնտեղ որտեղ սկսվում է դիվանագիտությունը, որտեղ սկսվում է ռեալ կյանքը, որտեղ սկսվում է պետությունների հարաբերությունը, որպեսզի ընթերցողը երբ որ ընթերցում է այդ բանաստեղծությունը, այո ոգևորվի, ուրախանա այդ բանաստեղծությամբ, բայց կանգ առնի ընկետում, որտեղ դու պետքա քիթդ խոթես, ասես Արարատը իմն է, պատերազմ եմ սկսում, չհաշվարկելով քո ուժերը։ Կամ քո դիվանագիտությանը եթե պետքա նա ազդի, դու պետք է արդեն կանգ առնես, հասկացանք բանաստեղծությունը ոգևորիչ է, հայրենասիրական է Ինչպես Ներսիկ Իսպիրյանը հայրենասիրական երգեր է գրում, բայց Գևորգին կոմենտարի էին գրում, Գևորգ ջան, պատերազմի ժամանակ որտեղ ես եղել, հայրենասիրական երգ գրող Ներսիկ Իսպիրյանին կամ իր եղբոր որդուն, որ լավ երգեր են գրում, ես էլ եմ սիրում իրանց երգերը, իրանց չեն գրում, այդ որ տենց հայրենասիրական երգեր եք երգում, դուք հայրենիքի մեջ ինչ ավանդուն եք դրած ռազմի դաշտում։ Ես ոչ թե հիմա պարտքու պահանջ եմ դնում Ներսիկ Իսպիրյանի առաջ։ Կներեք, սխալ կհասկանաք, եթե տենց եք հասկացած։ Ես օրինակ եմ բերում, երբ որ դուք ինձ ասում եք ինչ ես արել, ուր ես եղել, ոնց ես արել, ես ասում եմ, որ ժողովուրդ ջան, լիքը հայրենասեր մարդիկ իրանց գործը ռազմի դաշտում չէր, մեկ այլ տեղ էր, մեկը մշակույթի, մեկը այդ երգի երաժշտության ոլորտում է, մեկը դիվանագիտության, գիտեք, պատերազմը մենակ զենքով են հաղթում, պատերազմը խելքով են հաղթում, գրիչով են հաղթում։ Չորանակ սրա մեջ ուզում եմ ճիշտ ինձ հասկանաք Հովհաննես Շիրազը այո հայրենասիրական բանաստեղծություն է գրել, բայց ինքը ստոպը չի տվել, որ ստե վերջակետ։ Այ հայրենակիցներ ջան, եթե դու քաղաքական գործիչ եք ելնելու, վարչապետ եք ելնելու, արտգործնախարար եք ելնելու եւ այլ պաշտոնյաներ, որը պետքա դիվանագիտություն բարի, չառաջնորդվեք ին ոտանավորով։ Հասկանում եք։ Հիմա հայ ժողովրդի մեծամասնությունը կամ իմ մեծ զանգված առաջնորդում է այս ոտանավորով, ասում է, արա Նիկոլո Դավաճանը, այդ տեսեք Հովհաննես Շիրազը կլներ մեր վարչապետը ընտիր բան կլներ։ Վայ։
Այ վատը էտա, որ այսօր դուք ամեն մարդ, ով որ ինչ որ որոշակի հարգանք, որոշակի սեր, որոշակի ճանաչելիություն ունի, այդ մարդուն ասում եք ինքը լներ մեր վարչապետ լավ կլներ։ Չգիտակցելով թե վարչապետի գործառույթը ինչքան դժվար է, ամբողջ պետության թե ներքաղաքական կյանքը, թե արտաքին քաղաքական կյանքը, այդ մարդու գրիչի տակով, այդ մարդու աչքերի դեմով պետքա սաղ անցնի, շոշափելով, որտեղ կարան հաղթեն, որտեղ վտանգ կա, որտեղ կարան հետնահանջ անեն, ոչ թե բռնած դաշտում, ընդհանրապես դիվանագիտության մեջ էլ ալնում հետնահանջ։ Կարա զիջողական քայլերի գնաս, մեկ քայլ, երկու քայլ, երեք քայլ, բայց հետո մեկ քայլով սաղ հետնահանջածդ վերցնես մի բան էլ ավել։ Ես դիվանագիտական չեմ ասում, դասեր տամ, մի հատ էլ ասեմ դու դիվանագետ ես, Գևորգ, որ մեզ դասախոսություն ես ընթերցում, ես փորձում եմ ընդամենը թեթև բարձեցնել իրավիճակը։ Խոսքի հիշա Հովհաննես Շիրազին, որ հետո 88 թվի շարժումը Զորի Բալայանը գրող, Սիլվա Կապուտիկյանը, իրանք են ոգեշնչել, ոգևորել, ժողովրդին գցել, բայց իրանք չգիտեմ, Սիլվա Կապուտիկյանը դժվար տեղյակալներ, որ Մոսկվան հենց այդ ամեն ինչը էփել է։ Էփել է ուղարկել թե Բաքվում, Սումգայիթում այդ ջարդը որ կատարվել է, Բաքվում, բարձա չէ, Բաքվի պատասխանատվության վրա է։ Բայց բարձել չէ, որ ասում հանցագործը չի համարվում, հանցագործ միշտ որ դատարանի կողմից չի հրապարակվել վճիռը։ Հիմա Բաքուն էլի հանցագործ է, բայց վճիռ չես դու կարող կայացնել, որովհետև դու չգիտես Մոսկվան է ճաշը էփել Բաքվի, Սումգայիթի, Ղարաբաղի մեջի այդ շարժումը։ Ու լիքը sense բաներ կա ժողովուրդ ջան, որ դուք մակերեսորեն եք։ Ես էլ չինես որ շատ խորացված տեղյակ եմ, բայց ամեն ինչ տանում է խորության։ Երբ որ քեզ նայում ես ծովին, ասում ես դե ինչ կլինի կամ ափերը տենում ես մի մետր խոր, ասում ես դել կլինի 1 մետր խոր, 2 մետր խոր։ Իրականում դե կարող է կիլոմետրով խոր լինի։ Միշտ ապեք ենթադրությունները եզրամանավանդ ամեն մարդ իր կարծիքը ունի, ձեզ հարգալից բայ, խնդրում եմ, որովհետև ես չեմ կարող ամեն հայվանի ամեն անգամ հելնեմ բլոկ եմ։ Էդի տենց Նիկոլա Կապահեն։ Անցնենք հիմա երևի գրած այդ 5-6 մեկնաբանությանը։ Բերեք, քանի որ Արթուրին եմ անդրադարձել, Արթուրի գրածը ված բան չկար, ոչ էլ հարց կար։ Մի հատ Արթուրի գրածը կներեք ժողովուրդ, ընթերցեմ։ Արթուր, հա ճիշտ է, Արթուր Ղահրամանյանը մի խոսքով, այսինքն իմ խոսքը, որ Մակրոնը Թրամփը բանը մեղավոր են գրել է, մի խոսքով կեցե շագերտներım իմ խոսքն է, էլի իբր մեջ բերեմ, կեցե ես ու Նիկոլը, ես այսքան խելոք, Նիկոլն էլ այդքան հայրենասեր, շագերտները մա գրել, այսինքն ոչ Նիկոլն է հայրենասեր, ոչ ես եմ խելոք, նենց խայթողական միտք է գրել, մեր խելացի լինելը եւ գիտակից ելնելը Արթուր ջան, հրապարակային է ամեն ինչը արվում, ես հրապարակային միտք եմ ասում, դու տակը մեկնաբանություն ես գրում, եթե դու չես դասվում, այն լիքը արցախցիների, ղարաբաղցիների կամ շարքին, ովքեր որ հետևից են խոսում, այլ դու կարաս իմ դեմ մարդեմ sense եթեր անել, ես փակում եմ ստե թեման, շարունակությունը հաջորդ եթերը սպասում եմ քո հետ։ Այսօր յուրաքանչյուր ժամ, ես ինչքան գիտեմ քեզ անձնական գրել եմ, դու չես բացել անձնական նամակները, դու ինձ անձնական նամակ գրի, պետք է որ ես քեզ էլի հրավեր ելնեմ, մի տարի առաջ, ամիսներ առաջ գրած, չեմ հիշում ինչ եմ գրել, կարող չեմ էլ գրել, շատ մարդ ունեմ ես գրած, չեմ իմանում։ Բացում ես, ասում ես Գևորգ, ես ընդունում եմ քո հրավերը, բանավեճինք, եթերով։ Քո ընտրած թեման, արի խոսանք, իմ արտահայտված մտքերի շուրջ արի խոսանք։ Այսպես գալիս մեկնաբանություն ես գրում, ես ոչ մեկի մեկնաբանությունում չեմ պատասխանում։ Կարող է միլիոնից մեկ ես պատասխանեմ։ Էլ հասկանամ, որ խոսքի այս հարցին պետք է պատասխանով վերջացնել, մարդիկ որպեսզի տարակուսանքի մեջ չլինեն։ Պատասխանը, բայց այս ամեն գնացի, գիտեք 400-ով, 500-ով արդեն մեկնաբանություն կա երեկվա տեսանյութից տակ։ Ես սաղ օրս պետք է նստեմ մեկնաբանություն պատասխանեմ։ Ու որին էլ չպատասխանեմ, արդեն վիրավորվել ու ասելու է, որ մեկին պատասխանում ես, մյուսին չես պատասխանում։ Մի խոսքով, բայց այս գրածը մի խոսքով կեցե ես ու Նիկոլը, ես այսքան խելոք, Նիկոլն այդքան հայրենասեր, այս խայթողական խոսքը գիտես ինչի մասին է նաև պատում, որ դու հակափաստարկ չունեիր, այս իմ արտահայտված մտքերի մեջ չուներ հակափաստարկ, ասեր Գևորգ, ես ինչ բանը սուտ ես ասում, սխալ ես ասում, քո մոտ չի ծնվել հակափաստարկ, ինչի որտեղ մաքուր ճշմարտությունն եմ ես խոսացել, որտեղ ինչ խոսացել եմ, դա է իրականությունը, դուք իրականության հետ գրիվ եք տալիս, բայց ներսում Դուք իրականության հետ չեք կարա դուրս գաք բանավիճի։ Ես տենց եմ մտածում, 2 տարի ախի դու չես ճանաչում ինձ։ Քո ախպերը չի ճանաչում իմ հոր եղբորը, իրար հետ մոտիկ չեն, ծանոթ չեն, ընկերություն չեն արել։ Իմ ազգանունը քեզ բան չի հուշում, Քարահունջեցի Առստամյանների տոհմը քեզ բան չի հուշում։ Մտածել ես այդ վատ մեկնաբանություն գրողների շարքին եմ պատկանում։
Իմ ազգանը քեզ պետք է եւ իմ գյուղը Քարահունջ գյուղը եւ Արստամյանների տոհմը քեզ պետք է մի բան հուշեր։ Դրա համար դու իմ հետ բանավիճելուց էլ մի քիչ էլ պետք է իմանաս, որ լավ պետք է զգաս, որովհետեւ հնես չի որ դու ճարտար համբավուներ ճանաչելիություններ Գևորգ Քարահունջ ինչ որ կորած մորած մարդ էր, որ կամ էլ իմ ազգակիցները, իմ ազգի մարդիկ։ Արթուրը երևի կլսի այս տեսանյութը, հետեւում է ինձ միշտ մեկնաբանություն ագրեմ։ Սիրով կսպասեմ Արթուր ջան։ Ես քո խայթողական բանին վիրավորական բան չեմ պատասխանի, ասեմ տո դու ես անխելքը, տո դու ես, չեմ ասի, տես բան տարիք դել ինձանից մեծա չեմ ասում։ Հիմա խոսքը վերաբերում է հաջորդ մեկնաբանությանը, բայց 30 տարի մյուս նախագահներին էթխի չէին տանում Լոնդոն վախեցնում։ Ես որ ասել եմ ինձ հասած տվյալներով Նիկոլ Փաշինյանին պատերազմի օրերին տարել են դե ոնց չեն ձեռները չեն կապել հետևին, պարզ չի որ տարել է էսենց է պարտավորված գնացել է Լոնդոնում ասել են այդ Մինգիչավորի ջրամբար, բան, Գանջայի վրա արայիկն էլ խփած, որ ինչքան գիտեմ Գանջայի վրա խփած դե օրն է եղել, թե պիտի ուգրաժատների օրն է եղել։ Ասել է, դե գիտեք, նավթը բանինն է, չէ, Անգլիայինն է այդ ադրբեջանական նավթը բանը, Անգլիան իր շահից ելնելով, Նիկոլ Փաշինյան ասել է այդ արայիկին բանին ասել է իրանց ձգեն։ Ու դու այդ պատերազմ չպետք է ոչմ զորք մտցնես բան էլի Հայաստանից, որ մեղադրում են ասում են Նիկոլը զորք չի մտցրել։ Մեղադրանքը ինչ որտեղ ճիշտ է, բայց ես օրինակ ասում եմ, ուրեմն ճիշտ է դա եղել, որ զորք չմտցնի, որովհետև Հայաստանի պետականությունները էր վտանգված։ Օրինակն էլ բերի էլի որ կենթանական աշխարհում էլ մայրը այո պայքարում է իր ձաքի համար, բայց երբ գիշատիչները ձաքը խլում են, իր մնում է որ ինքը փրկվի, փախնում է փրկվի, հետո ձակ կունենա։ Նույնը Հայաստանը փրկվել է, փրկվել է այդ ճակատամարտից, որը պետք է կործանվեր պետականությամբ, այն հույսով են ակնկալիքով, որ կուժեղանանք եւ Հայաստանը կուժեղացնենք եւ այն ինչ որ կորցրել ենք, կտենանք ոնց է դասավորում, հետ կբերենք։ Իսկ որ ասում եք 30 տարի բան նախագահներին չէին տանում Լոնդոն, ընկերներ ջան, 30 տարի Լիսաբոնել են տարել, Քիվեստել են տարել, Մադրիդել են տարել։ Եվ լիքը միջազգային հարթակներում ճշում էին Հայաստանին, որ դու այդ հողերը պետքա հետ տաս, քոնը չի։ Եթե սուտ եմ ասում, թող Ռոբերտ Քոչարյանը ասի սուտ ես ասում։ Արա ես ինչու այն տեսանյութն էլ չի հիմա բերած, թե ֆակտ ցույցն է, որ գալիս է Թուրքիայից, Կոնստանդնուպոլսից, ոնց է իմիք բան, Ստամբուլից, որ Ռոբերտ Քոչարյանը գալիս է խոստովանում է, որ հա, դե Արցախի բանի մասի խոսք չկա։ Տարածքային ամբողջականության բան, հա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պիտի պահպանին։ Եվ դուք չգիտեք, ես պետք է ասեմ, կամ Ռոբերտ Քոչարյանը պիտի ձեզ ասի, որ միջազգային հանրությունը եւ որևէ պետություն, այդ թվում Հայաստանը, չի ճանաչել Արցախի անկախությունը կամ Արցախ Հայաստանի մաս։ Ու այդ ընթացքում միշտ ճշում էին Հայաստանին, որ պետքա դուք գնաք կոմպրոմիսի, պետքա հետ տակ 7 շրջանները, 5 շրջանները, հետո 2-ը, հետո խոսենք Արցախի ժողովրդի ինքնորոշման մասին։ Այս իմ մեկնաբանությունը ես նաև հաստատեցի, ստե մի հատ հարց կա, այդ հարցն էլ հա, այս հարցին ես սրանով էլ պատասխանեցի հաշվեք, բայց ավելացնելու եմ։ Լավ, բայց ինչ է առաջարկել Ադրբեջանը, որ Մակրոնը, Թրամփը, Պուտինը Արցախը տվեցին ազերներին, ոնց որ ասում ես իրանք են տվել։ Ես նոր նավթի անուն նշեցի, չէ, որ նավթը հետաքրքրություն ուներ Անգլիան։ Ընդհանրապես, որ ասում եք Հայաստանը շոկվի պուծի մեջ է մտնում, պրինցիպի Ադրբեջանն էլ է մտնում այդ հյուսիս հարավ, արևելք, արևմուտք։ Այդ խաչմերուկում է էլի գտնում, չէ, դες իր տարածքով էլ հələ ավելի շատ տրանսպորտային միջոցներին աշխարհից անցնում գնում։ Աշխարհը իր շահի համար հնարավոր է Ադրբեջանին պաշտպանի, թե չէ։ Այդ մեկ, ամենագլխավորը բաց ասեմ։ Աշխարհը Մակրոնը, Թրամփը բանը դարել են աջակցած նրանով Ադրբեջանին, որ դեմ են գնացել պատմաիրավական փաստերին, բայց կողմ են եղել ապօրինի փաստաթղթին, որը Ստալինը զերծրել է Ռուսաստանի առաջվա Կրեմլի նախագահան, Ստալինը Արցախ ապօրինի կերպով տվել Ադրբեջանին։ Սրան կողմ է եղել Թրամփը, Մակրոնը, կարող է Մակրոնն ասել է, բերեք
1921 թվականի որոշումը վերանայենք։ Թրամփը ասել է տես բան, ձեր Պուտին ձեզան ասել է տես բան։ Բա որ Պուտին ձեզան տես բան չի ասել։ Հիմա ինչ եք ուզում։ Հիմա ուզում եք ասեք Ռուսաստանը մեր դաշնակիցն է, հա։ Իսկապես Ռուսաստանը դառնում է մեր դաշնակիցը, որ իրանց նախկին կատարած 100 տարվա առաջ հանցագործությունը իրանք շարունակում են իրանց հանցագործության կողքին կանգնել, պաշտպանել Ադրբեջանին։ Եվ վերջապես հայկական բանակի հետ, չգիտեմ ինչ հակաօթային պաշտպանության պայմանագրեր ունեն միասին ստորագրած, 102-րդ բազա ունի, տեսել եք Ղարաբաղ ռուսական զենքեր ա եղել, այսինքն դուք կասկածում եք, որ Ռուսաստանը դաննեք չէր տալիս Հայաստանի, Ադրբեջանին Ղարաբաղում դեպքերի մասին, թե որտեղ ինչ զենք կա տեղադրված, որտեղից հարձակում պետքա սկսվի, որտեղից նահանջ կա։ Ուզում եք ասեք Ռուսաստանը չէր օգնել Ադրբեջանին պատերազմի ժամանակ։ Եվ վերջապես Թրամփի ու Մակրոնի օգնությունը դա քիչ է, որ իրանք լուրը մունչ հետևում էին, ընդամենը կոչեր էին անում, հորդորում են երկու կողմին դադարեցնել պատերազմը։ Այնպես որ ձեր 30 տարում եւ ճնշում էին, բայց ինչու չվերցրին Ղարաբաղը տվին Ադրբեջանը, որովհետեւ ոչ մի գերտերություն չի գնա մեկ ուրիշ պետության համար արուն թափի, բայց կողքնի զենքով է, տարբեր միջոցներով է, ֆինանսական միջոցները, թե ինչով է, օգնեցին Ադրբեջանը Ղարաբաղը վերցնի։ Չդարձավ որ Մակրոնը, Թրամփը եւ գերտերությունները միջազգային հանրությունը այո ծախված, հա, ծախված իմասով, ես ասել եմ, այդ պատերազմը ի սկզբանե ծախված է եղել, մարդիկ գրել են, ինչ են գրել, հա, համասումս առաջի օրվանից ըրված ալավեր ծախված է, համել ասումս դավաճան չի, մին կողմնորոշվի, ժողովուրդ ջան, երբ որ ասում եմ, այդ պատերազմը ծախված է եղել, ես չեմ ասել, այդ պատերազմը Նիկոլը ծախել է, դրա համար ինձ հարց են տալիս, կողմնորոշի Նիկոլը դավաճանը, թե չէ, ինգերներ ջան, պատերազմը ծախված է եղել այն նրանով, ինչով որ ձեզ նոր ներկայացրի, որ այո Մակրոնն էլ է գնացել պատմաիրավական փաստերին դեմ, Թրամփն էլ, Պուտինն էլ, եւ միջազգային բոլոր հարթակներում էլ չէին ուզում լսեին, որ Ղարաբաղը դա պատմական հայկական հող է, ընտե հայկական հող է, հայկական բնակչությամբ եւ պետքա կամ միացվի Հայաստանին կամ էլ ինքնուրույնություն տրվի։ Ոչ մի բան չեն արել, դա չի նշանակում, որ այդ պատերազմը ծախված է եղել, երբ որ իրանք զինում էին 30 տարի։ Այդ պատերազմը ի սկզբանե ծախված է եղել, այսինքն ի սկզբանե 94 թվականից սկսում սաղ աշխարհը Ադրբեջանին պաշտպանում էր, աջակցում էր, զենքով էլ, իր դռները բաց էր, չէ, ամեն տեսակ զենք հա կարացել առնի։ Իրան աջակցել են, որ ինքը տիրանա Ղարաբաղին։ Դա դարձավ որ ծախված է։ Իսկ դավաճանությունը ուրիշ է, ծախվածը ուրիշ է։ Ծախված է միջազգային հանրության գերտերությունների կողմից, բայց դավաճանված է մեր հայրենիքը, մեր ներքին ճշտամիների կողմից։ Դե հիմա թո դատավորը դատարանը որոշի, թե ով է դավաճանել։ Եթե Նիկոլն է դավաճանել, թո Նիկոլին դատեն։ Նիկոլն էլ են կանչել, չէ՞ դատարան հարցաքննության։ Քննիչ հանձնաժողովը իբր բացահայտեց, բայց ծածկադմփոց արեց գնաց։ Պարզա որ բոլորն էլ ունեն մեղքի չափաբաժին, թե այսօրվա իշխանությունը, թե նախկին իշխանությունը, դրա համար ասել է բերեք իրար ոչ չտրորենք, թեման փակենք ժողովրդին կխափենք, թե դեռ ռազմական գաղտնիք կա։ Դեռ ռազմական գաղտնիքը դուք կարաք փակեք, ռազմական գաղտնիքների մասին ակնարկներով խոսակ։ Այսօր Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը հրապարակային են զրույցներ են անում, որ ասում է, վաղ Ռուսաստանը հարձակվելու է մեր վրա։ Неужели թույլ է տրվում վարչապետին կամ արտաքին գործերի նախարարին կամ ազգային ժողովի նախագահին այսպիսի սուր արտահայտություններ անի։ Սուր արտահայտություններ անելուց առաջի տեղ են, բայց քննիչ հանձնաժողովը փակել են, ասում է, ունի կարևոր բաներ կա, չի կարելի ամբողջ աշխարհը բանը լսի, մեր պետությանը, պետականությանը վտանգ է սպառնում։ Հիմա մեկ ուրիշ Ալպեր Մելքոմյանի գրածին եմ պատասխանում, ինչքան գիտեմ, բայց իրան բլոկել է, որտեվ այս մեկնաբանությունից բացի, եթե չեմ սխալվում, ինքը վիրավորանք ա գրել ինձ, հայհոյանք ա գրել, վիրավորանքը ու հայհոյանքը չի ընդունում, անհարգալից չի, խոսքը չի ընդունում կողմից, բայց յուրաքանչյուր առողջ միտք, առողջ խոսք ես կարամ քննարկեմ։ Պատասխանում եմ, կռվի ժամանակ դիրքերում լինեիր, ոչ թե Animal Planet նայեիր, որ իմանաս ով է Արցախը հանձնել։ Այս մեր եղբայրը Ալփեր Մելքոնյանը չգիտի որ այդ նույն պատերազմի մասնակիցների մի մեծ հատվածը խոսում է որ պատերազմը հանձնել է Ղարաբաղի գեներալները, հանձնել են Հայաստանում գտնվող նախկին իշխանությունները, որ իրանց կադրերն էին թե բանակում, թե բոլոր ոլորտներում, հələ նոր էր, չէ՞, բա իշխանափոխությունը եղել 2 տարի էր։
մի մասը տենց է պատմում, մի մասն էլ ասում է Նիկոլնա Դավաճանը։ Ոչ մեկի ձեռի տակ չկա բացահայտ փաստաթուղթ, որ սա Նիկոլո Դավաճանը, Նիկոլը զանգել է, ասել է հետ նահանջարի։ Բայց լսել են հետ նահանջ տվող ա եղել, բան թե Օնիկը ինքնուրույն էր դա անում, թե Սերժ Սարգսյանի օգնությամբ, թե Քոչարյան, թե Նիկոլ Փաշինյանի։ Ես տեղյակ չեմ, այնպես որ ռազմի դաշտում ըլնելով չի, որ պետքա տենաս ով է Դավաճանել, ինչ ա եղել, որովհետև կռվող տղերքի մեջ կան լիքը կարան հիմա տակնել գրեն հաստատեն, որ իրանք չեն համարում Նիկոլնա Դավաճան։ Ալպեր, եթե դու համարում ես Նիկոլնա Դավաճան, դա էլ չի փաստ։ Իմ ասածն էլ չի փաստ։ Իմ ասածը իմ կարծիքն է։ Մեկնաբանությունում գրել է, ասում է դու պետք է տեն նշես, որ դա դու քո կարծիքն ես ասում։ Մոռացել եմ դա ասեմ, որ ժողովուրդ ջան, ես սա իմ կարծիքն եմ ասում։ Ժողովուրդ արդեն սաղ կասկածել է, ես որ ուրիշների կարծիքներն եմ ասում։ Թե չեք տնեն, որ իմ անունից է խոսքը հնչվում։ Այսպես տափակ բաներ էլ որ գրում եք, ձեզ եք խայտարակում, ինչ չեք իբր թե բան անում, էլի ես 10-ին խփինք էլի, Գևորգի մատ արինք էլի, հա։ Ինչ առաջարկել մի խոսքով կռվի ժամանակ վերջին, համ ասում ես, հա, դա սա всё։ Լավ, արդեն բրծա մեկնա մի մեկնաբանություն ախնդալս եկել, հա։ Փողով եք խոսում, թե ձեր կարծիքն է։ Բայց ավելի շատ եմ խնդրել, երբ որ պատասխանը տակը մտել եմ տենամ ինչ են գրել, Նարինե Հունանյանն էլ պատասխանել է, գրել տվել են ձեռը։ Սա գրել տվել են, դե հիմա ժողովուրդ ջան, եթե ես այսօր իմ եթերի ժամանակ բան կարդացի, то իրանց գրած մեկնաբանություններն է այսենց։ Այն եթերը, որը ես երեք առաջի օր մնացած եթերներս ասել եմ, քո մերնա Վարդուի Վարդանյան, էսա քո մոր բերան այնքան բաներ ենք մտցնելու հալա, էսա քո մոր բերան այնքան բաներ ենք մտցնելու կոմենտարյան, էսա որ էֆիրը փակեմ, տես ինչ ենք անելու, քո մորը ծաղկաման ենք սարքելու։ Ժողովուրդ ջան, իմ համար սրբապիղծային մարդը, ով որ ուրիշի ինքնասիրությունը տրորում է, որովհետև իմ ինքնասիրությունը Վարդուհու սրբությունից թանկ է, լուրջ եմ ասում, Վարդուհուն սրբություն չունի, բայց իմ ինքնասիրությունը թանկ է, եկել է վիրավորում է։ Իմ էֆիրն խանգարում է։ Սաղի մամանները կզզացնելու եմ ես, ովքեր որ ինձ հայհոյանք են գրել։ Դուք գիտեք այդ իշխանապողության ասма Գևորգ իշխանապողությունը լինի քեզ պատժելու են, թե ինչ գիտե որ իշխանապողությանը ես էլ եմ ինչ որտեղ սպասում որ իշխանապողությունը լինի, այս շիկուրակներին սաղ պատժելու է, որտեղ այս իշխանությունը այս շիկուրակներին թողնա որ հրապարակային հայհոյ են վիրավոր են, բան նորմալ երևույթ է։ Հա, մենակ Ալեն Սիմոնյանը չի կարելի հայհոյած, երևի Նիկոլ Փաշինյանն էլ ինչ որ դատի տվել, բան, այսինքն sense մի երկու հոգի լավ տղա է մեր երկրում, ես տուֆտա ազնվորություն եմ, հա։ Իմ ինքնասիրությունը այս իշխանության օրոք է տրորված։ Անցած իշխանությունների օրոք չի տրորվել իմ ինքնասիրությունը։ Որտեղ էի մնացել, հա, այդ գրած են որ բան են անում, ասում է փողով է խոսում։ Ժողովուրդ ջան, ոնց ուզում եք մտածեք։ Եթե դուք մտածում եք որ ճշմարիտ խոսքը փողով է, դե ցույց մտածեք։ Ձեր համար խի է տանջում այդ ճշմարիտ խոսքը փողով է թե ձրի է։ Ձեր համար կարևոր չի ճշմարիտ խոսքը լինի։ Ձեր համար կարևոր չի արդար մոտիկացումը լինի իրավիճակին։ Լուսաբան են անկեղծորեն, լուսաբան են ոնց որ կա, ոչ թե ինչ որ մեկի շահը պաշտպանեն։ Այդքանը թույլ մարդիկ են իհարկե Տիկին Ալավերդյան, թույլ մարդիկն են հայհոյում, ուժեղ մարդիկ պետք է հասկանան, որ մեր մեծերը, մեր այ Շիրազի բանաստեղծության տակ ոգևորում են, Շիրազը քֆուրով բանաստեղծություն է գրել։ Արա հիմա դուք բոլորը ժողովուրդ ջան, որ մի բան եք գրում, դուք արդեն հայտնի մարդ եք դառնում։ Շիրազի պես հայտնի ձեր գրածը ես կարամ դնեմ հրապարակային ու 100,000-ավոր մարդիկ տեսնեն։ Ես ձեզ դառնեմ օրվա բանաստեղծ, բայց այս շիկուրակ բանաստեղծ եք էլի։ Այդ հայոյան գրողներին եմ ասում։ Յուրաքանչյուր մարդ պետք է մտածի, որ իր գրածը իր աղջիկ երեխեն կարդում է, իր մայրը կարդում է։ Եթե դուք հարգեք ձեր մորը, ձեր քրոջը, երթվում եմ, եթե դուք ինձ հայհոյեք հրապարակային։ Բայց դուք չեք հարգում ձեր մորը, որտեղ ձեր մոր բերանումը իմ շունը չի շիկանի, շանթուլեք։ Ժողովուրդ ջան, Ղարաբաղցիների 90% իմ մեկնաբանություններում հայհոյանք վիրավորանք գրողների 95%-ը եւ պոլիսով, եթե ոչ 99%-ը Ղարաբաղցի ալնում։ Հիմա այդ հղփացածի ճտերին, այդ ամբարոյականի զավակներին հարց եմ տալիս։ Այդ 3 տառանոցի ճտեր։ Այդ ինչ եմ արել ձեզ, որ դուք ինձ հայհոյում եք։ Կարծիք եմ արտահայտում ինձ հայհոյում եք։ Այդ ձեր մաման էլ, ձեր ցեղի բերանն էլ, ձեր ազգի ամենահետաքրքիր անձնավորության, եթե ես պատասխան չտամ իմ ասացի համար, թող ես գրողի ծոցը գնամ հավերժ, բայց ես ձեր մաման լացացնելու եմ, այ շիկուրակներ, այ Բակոյի Արայիկի ճտեր, կոշիկներս լիզող։ Ինչքան այս շիկուրակներ 3 լրացելա մայիսի 15-ն է, չէ եղել ոնց որ։
Հա, 3:15-ին ես հրապարակ Ստեփանակերտ կանգնացի 3 տարի առաջ, 3-վա օրվա դրությամբ։ Էս շիկուրակուր ես եղել։ Հա, կոմերը շանստակը պարկի։ Հունից հանում եք Գևորգին, ուզում եք ես էլ անցնեմ հայհոյանքների։ Բլոկ վերջում ժողովուրդ կներեք այս պահվածքից համար, բայց ես վերջում մեկ այրած բլոկում եմ։ Ուղղակի ասում եմ մի հատ էլ լսեք, ես վեր ձեր մորը իմ շանտակը պարկեցած եմ պահում։ Ամեն օր առավոտից իրիկուն ձեր մաման իմ շանտակը պարկած է եղել սաղ կյանքը։ Ինչ կապ ունի հարևանի հետա քաշեկել, տեքոր հետա քաշեկել, արա դուք բարոյական օրենքների զուրկի ծնունդ եք։ Ես ձեզ պատասխան տալիս եմ, որին հետաքրքրվել եմ տենամ ով է ինձ հայոյան գրողը, պարզվել է հղպացածի ճուտա, մերը հղպացած է եղել։ Արա ձրի է տվել, աչուծախ, սրան նրան ձրի տվել է։ Գոնե գնացեք արա տեղ եմ իմացել, ես վերջեր ասма ցերեթելի է ինչ որ տենստեղ, տեցի կրուկ եւ լիքը գնացեք Ռուսաստան մեկալ նենց ձեզանից հերո, որ լավ տղա խաղակ, լավ աղջիկ խաղա, գնացեք մի հերո տեղ պարկեք, փող աշխատեք, խիկ ձրի արա տրվել աչուծախ, այ ոչ մի բան շանթուլեք, հղպացել են ասած ճանի, դրա համար Արցախը կորցրել ենք, հիմա եկես դավաճան, բան, ասма գողը առաջինն է գոռում, որ բռնեցեք գողին։ Հիմա դուք արա դավաճաններ, այս շանթուլեք, որ ինձ հայհոյանք եք գրում, դա ինչից է գալիս։ Դուք այնքան անբարոյականի զավակներ եք, դուք ինքնասիրություն, սրբություն չունեք։ Ձեր մորը գցեցիք հենց նոր էֆիրը ժամանակ շանստակը, դուք ինքնասիրություն ունեք։ Ուղղակի ես ցավում եմ, որ արա փոխարի Ղարաբաղցին հələ սուս մնա, ինձ Ղարաբաղցին հայհոյան գրում։ Արա սուս մնա 3 տարին լրացել է, ես որ հրապարակում անձրևի տակ կանգնած էի քո ճակատագրի համար, որ պաշտպանեմ, չես եկել կողքս կանգնել, Արայիկը Բակուն քո ճակատագիրը որոշել են, Արայիկը Բակուն թքեն քո ընտանիքի վրա, մանուկից միջև մեր, այս շիտ ծնունդներ։ Մեր ազգը դատապարտված է կործանման, այս պետությունն էլ ամենից լավ տղան Նիկոլ Փաշինյանն է, որ կարում է պահի։ Ես ըլնեի վարչապետ, այսքան շանթուլեքի մեջ արա, ոնց կարելի է պետություն պահել։ Դուք գիտեք պետություն, պետականություն պահելը ինչ է։ Դա մեկ հոգու ձեռ չի, դա բոլորիս ձեռն է։ Լսես դա, Նիկոլը դե ատամներով պահում է, չգիտեմ ինչ անում, ոնց անում։ Շանթուլեքը ստե սրբապղծությամբ են զբաղված։ Այս շիծունն է յուրաքանչյուր Ղարաբաղցի, որ ինձ հայհոյել է, թող հիշի, իմ շանտակ իրա մերը պարկած է։ Եվ եթե դուք ձեր կանանց մոտ ինձ հայհոյում եք, գիտեք, լավ տղա եք, ձեր կանանց էլ, հարևանի շանը, այն մյուս շներ, ինչքան շներ կա կնոջդ հետ, շան թուլեք, չգնաք խոսքս փոխեք ասեք բոլորի, խոսքս վերաբերում էր հայհոյան գրող Ղարաբաղցի շան թուլեքին։ Խին ես կանարա տավար, որը ինչ եք կերա, յոնջա եք կերել այդ տավարներ։ Հոտոտ էլ է Փամփերսը Արայիկի, Բակոյի Փամփերսը հոտոտած են սրանք։ Ուր են ձեր առաջնորդներ, արա։ Առաջնորդը հեշտ ու հանգիստ գնում է հանձնվում, առաջնորդ են իրանք։ Թե որ ձեզ արդեն ձեր եղբայրներին կոտորել են, արդեն բան չունեին անելու, մտածել են հեսա հետ կգան Հայաստան, կշարունակեն իրանց կյանքը։ Որ ասում եմ, ինձ հայոյան գրողը կապ չունի, տարածաշրջանը որտեղից է։ Ինձ հայոյան գրողը նա շան տակ պարկող շանթուլայ է։ Ինձ կարաս արա, իմ խոսքերին հակադարձես, մենակ հակափաստարկներով։ Նույնիսկ եթե փաստարկ չունես, հակադարձի քաղաքավարի, արա ինչքան ես քո մորը սիրում, որ շների տակ պարկեսնում ես։ Այս շիծունունդ։ Լավ տղերքին հրապարակային ասում եմ, Ղարաբաղի լավ տղեր, եթե դուք իմ ասացի հետ թեմա ունեք, ես պատասխան եմ տալիս։ Դուք եթե չեք կարում ձեր շրջապատի, այդ լավ տղերք ամեն գյուղում են լավ տղա եղել է, իրաց նկատի ունեմ։ Եթե դուք չեք կարում ձեր համագյուղացի շանթուլին չանապակին տակ ասեք, այս շիկուրրա Գևորգը քեզ կպելա, որ դու Գևորգին վիրավորել ես։ Եթե չեք կարում անամ, տղերք ջան, ինձանից չնեղանաք, իմ հետ ընդհանրապես վավշե թեմա չունենաք։ Ես զարմանում եմ, լավ տղերք եք, լավ տղերն պետքա իր շրջապատը մաքուր պահի։ Ձեզ դուր է գալիս այդ վիճակը։ Ես հանրային հասարակական գործիչ եմ, ես հրապարակային խնդիրներ եմ բարձրաձայնում, վերլուծություններ եմ անում, մեկնաբանություններ եմ տալիս։ Այտենց գործով զբաղվող մարդը հայոյանքի արժանի, թե հələ մի հատ էլ գովեստի խոսքերի, մի հատ էլ շնորհակալության։ Մամիած դրանց բացատրեք էլի։ Թե շատերին էլի իսկապես Արայիկը Բակոն առել են։
Որտեվ գիտեմ արա լիքը մարդը իր ճիշտը կորցրել է փողի համար։ Դրա համար այն շանթուլեքը, որ ինձ հայոյում են, ճիշտը կորցրած շանթուլեք են։ Իրանք փողի համար Արայիկի մոտ կանգնել են։ Առաջ նեղանում էի, ասում էի, իսկ են ինձ ասում փողով ես խոսում, փող են տալիս որ խոսում ես, Սորոսի գրասենյակ բան։ Դու մի ասա ինձ իրանք են այդպիսինը եւ չեմ պատկերացնում, որ մարդ կարա մաքուր անկեղծորեն խոսա, էլի խոսքի իր կարծիք արտահայտի։ Պարզ է եղել հիմա ինձ համար, բայց էլի արա շանթուլեքին արա, ես ժամանակս տրամադրում եմ բլոկելով, այս շանթուլեք։ Դուք երբեք մարդ դառնալ, այ էս շիքուրակներ։ Դուք չեք հասկանում Ղարաբաղը կորցրել ենք, քանի որ էս շիքուրակությունը մոդա էր։ Արա ես շատ քիչ բան գիտեմ ձեր էշությունների, ձեր օղրաշությունների, ձեր դավաճանությունների մասին, բայց Ղարաբաղցի կարգի մարդիկ գիտեն դուք ինչ շանթուլեքից, ինչից եք սերվել։ Ձեզ ոնց են փչացրել, այդ փողի մեռած շանթուլեք։ Կներեք, ժողովուրդ ջան, որ ինձանից ես դուրս եկա մի քիչ։ Հուներից դուրս եմ գալիս, բա ինչ անեմ, ժողովուրդ ջան։ Այդ էշիկուրակների համար է ես այդքան պայքարում։ Ես առողջությունս իրանց որ մի Երևանցու համար եմ ես մի բան արած։ Ոչ մի Երևանցու համար ես բան արած չկամ կյանքում։ Չեմ հիշում, ես ինչ եմ արել։ Ոչ մի բան չեմ արել։ 3 տարի աստի ապրում եմ, հələ մեջ հիմա Երևանցին է ինձ օգնում։ Սա արցախցիների համար եմ առողջությունս փչացրել։ Ու այդքանից հետո արա ինձ հայհոյանք է գրում իմ արտահայտված մտքի համար։ Միտք եմ ասում, ես տենց եմ մտածում, էս շիքուրակ, ես քո սխալ մտածելու համար քեզ չեմ հայհոյում։ Ես քեզ վատ բան չեմ ասում։ Լիքը երա մարդիկ կան, կոմենտարիք են գրում Ղարաբաղցի բան, նայում եմ, տենում եմ, որ այս մարդիկ իրականությունից կտրված են։ Ոչ չեմ հայհոյի այդ մարդը։ Այս մարդ թող տենց էլ իրականությունից կտրված մնա, մինչև որ ցանկություն կհայտնի, մտնի իրականության դաշտ։ Բայց ինձ գալիս են մի հատ էլ հայհոյում, բան դու սենց ես, դու նենց ես։ Ակո մերը ես նույնիսկ տեսեք ասի շանս տակը պարկի, ես քո մոտ նույնիսկ մատով չեմ կպնի այս զզվանքներ։ Սիֆիլիսով ընկած ընտանիքով է, սիֆիլիս։ Ինչ տարբերություն մարդ ուղեղեցել է սիֆիլիս, թե մարմնապես, թե հոգեպես։ Սիֆիլիս է կարա դուք ամենավերին Սպիդով ընկած այս շիքուրակներ, սպիդ է եղել է սպիդ, ես ասեմ խի է Սերժ Սարգսյանը ժամանակին ուզում Շուշիում սպիդի հիվանդանոց բացեր, հիվանդանոց բացեր սպիդը բուժելու համար, գիտեր որ այս շիքուրակները հղպացածի անբարոյականի չտերը շատանալու են գան Գևորգի կոշիկների լպստեն, նասկիները սուտեն, դրա համար է Սերժ Սարգսյանը ապրասկենա, ճիշտ բան էր մտածել, Շուշիում ուզում էր տենց հիվանդանոց բացել, ափսոս չի բացել, չնայած եթե լուրջ Էդ էլ ուզեցել է ցույց տա աշխարհին, որ տեսեք մենք Շուշին շենացնում ենք, ցույց ա տվել, բայց չեն էլ շենացրել։ Նու համարժեք չեն շենացրել, այդքանը։ Լավ մնացեք ներողություն իմ պահվածքի համար իմ հետևորդներին, բայց խորանարդ, տասնապատիկ, 1000 պատիկ, ինչ ասել եմ ես նոր, դրա ամենակոնկրետ քֆուրների տեսքով ձեզ, ովքեր որ ինձ քֆուր եք գրել ընդհանրապես։ Այսօր էլ, վաղն էլ, երեկ էլ որ գրել եք սրանից առաջ էլ։ Ինչքան գրել եք սիֆիլիս ձեր մորը պարկեցնեմ իմ շանտակը։ Կներեք հաջողություն բոլորիդ։